Հարգելի հայրենակիցներ, պայքարի սիրելի ընկերներ։ Իհարկե նշվեց, որ մեր հանդիպման վայրը պատահական չի ընտրվել, եւ այն ինչ որ իմաստով արտացոլում է մեր պայքարի գաղափարներն ու նպատակները։ Այստեղ Գոշավանքում մեզանից դարեր առաջ Գոշը գրում էր պետական մտածողության եւ իրավական պետության մասին, անգամ այն պայմաններում, երբ հայ ժողովուրդը չուներ սեփական անկախ պետությունը։ Հիմա մենք ապրում ենք անկախության պայմաններում, ունենք մեր անկախ պետությունը, բայց ցավոք մեր մեջ պակասում է եւ բացակայում է գաղափարական այն հիմքերը, որով մենք պիտի կառուցենք մեր անկախ պետությունը, իրապես անկախ պետությունը։ Մենք այլևս արդարությունը արժեք չենք համարում։ Եվ անարդարության հետ ապրում ենք այնքան հաշտ, ասես դա անփոխարինելի իրականություն է։ Մենք օր-օրի դառնում ենք ավելի հարմարվող եւ այդ համընդհանուր խնդրին տալիս ենք ինչ-որ խելամիտ, այսպես կոչված խելամիտ բացատրություններ եւ կեղծ իրատեսություն, որպեսզի խուսափենք իրականությանը արարեսվելուց մեր վախերից։ Եվ այստեղ կանում է մեր ողբերգությունը, երբ իրատեսությունը եւ վախկոտությունը դառնում են հոմանիշներ, երբ արդարությունը ոչ թե արժեք է, այլ մի մեծ չափազանց մեծ բեռ, որի համար պետք է թանկ վճարել։ Այո, արդարության համար պետք է թանկ վճարել, եւ արդարության հասնում են նրանք, ովքեր պայքարում են արդարության համար։ Եվ մենք անարդար ենք այսօր ինքներս, անգամ մեր գիտակցությամբ եւ մեր հոգիներում։ Եվ եթե ինքներս մեզ անարդար ենք պահում, այդ հասարակությունը հնարավոր չի, մարդը հնարավոր չի իր հայրենակցի նկատմամբ ունենա եղբայրական ոգի, պետության հանդեպ պատասխանատվության զգացում։ Եվ գիտեք, սա միայն չի վերաբերվում մեր ներքին կյանքին, սա ուղիղ վերաբերվում է նաև մեր արտաքին ուժին, որովհետև միայն ինքն իր առջև ազնիվ եւ արդար գտնվող ժողովուրդը կարող է լավագույնս սպասարկել իր ազգային ու պետական շահերը։ Եվ միայն այդպիսի երկրում անհատը կարող է զգալ երջանիկ եւ արժանապատիվ։ Հարգելի ընկերներ, հարմարվողները երբեք պատմություն չեն փոխում։ Եվ եթե մենք ցանկանում ենք փոխել պատմության այս ընթացքը, պիտի չհարմարվենք եւ պիտի պայքարենք արդարության համար։ Հարգելի հայրենակիցներ, հույս ունեմ, որ այս ընտրություններին դուք չեք խաբվելու կեղծ խոստումներին, չեք հավատալու արդեն սովորական դարձած ընտրական երթումներին։ Պետք է ընտրության գնալ հիմնվելով սեփական արժեքների վրա։ Արժեհամակարգային այս պատերազմում ընտրեք ձեր նմանին, ձեր տեսակին։ Եվ եկեք բոլորս մտապահենք մեր մտքերում, որ Հայաստանի ապագան կառուցվելու է մեր իսկ ընտրությամբ։ Ինչպիսի ընտրություն կկատարենք այսօր, այդպիսի պետություն կունենանք վաղը։ Եվ ամենավերջում, արդարությունը գալիս է, որ մենք ունենանք իրապես ազատ, անկախ եւ արժանապատիվ երկիր։ Շնորհակալ եմ։